Բարի Իրագի առավոտ, սիրելի հայրենակիցներ, թեր արկիդազրկման մեջ եմ, չեմ գնար տարածումներն եմ, եթե գնակ շերն էլ, շատ շնորհակալ բիլնամ։ Այսօր մի քանի բաներ կուզեմ բացատրեմ, անդրադառնալ ավելի ճիշտ է, մի քանի կետերի վրա, որը շատ կարևոր է, որ գիտնանք այս վերջի օրերի մեջ, որ գաբրինք օր։ Ինչ կկատարվի գոր աշխարհի շուրջ։ Ինչի համար եկեղեցի դեմ հարցակում։ Այո, եկեղեցի մակրակոծում չէ։ Եկեղեցի մեկը չի գնար մակրել։ Եկեղեցի դեմ հարցակում է ասի։ Ուղղակիորեն։ Եվ ինչի համար աչափ իմպոստացած հայույանքներով լեցուն եկեղեցի մակրոններ։ Եթե բամը գսես կայեն մորդ, հորդ, այդ եկեղեցի մակրոնները, որոնք ուզեն մակրել եկեղեցին։ Լավ լսեցեք ինչ գսեմ որ։ Սրանք սովորական մարդիկ չեն, սրանք սատանայի զավակներ են։ Մի քանի ամիս առաջ, սեպտեմբերի 10-ին, մենք բոլորով տեսանք համաշխարհային տելևիզիոնների վրա, բոլոր աշխարհով, ինչպես Չարլի Քրքին խփեցին։ Ես կյանքիս մեջ չեմ ծանոթացած այդ մարդուն, եւ իրեն մասին չէի լսած մինչեւ այդ օրը, չէի գիտեր աչափ մեծ գործեր գնե, ինչ գնեչներ չեմ գիտեր արդեն։ Բայց հիմա աչափից վեճ կտեսնամ, որ դա psychological operation էր։ Եթե մերցուսին մարդուն, մերցուսին, որ այսօրերում պերեն, ինչ որ գլագոր այսօր։ Իրեն գինեն սկսած, որը մաֆիայի ընտանիքի կազն է, ժամանակին մաֆիայի, որ ռեկետերին գրել են, պաստորեն։ Օրմը դա պիտի բացատրեն բոլորիդ, ովքեր են սրանք, որոնք կանգնած են քրիստոնեությունը տապալելու։ Հայաստանյաց եկեղեցի թեմ արշավը նման օրինակ արշավ է, որը գուզեն գոր Քրիստոսի անվան հետ խաղան։ Եկեղեցի մակրակոծություն չի գա այդտեղը, եկա եկեղեցի թեմ թշնամություն, Քրիստոսի թեմ թշնամություն եւ ոչ մեկ ուրիշ բան։ Ուրեմն սիրելի հայրենակիցներ, Նիկարագուայի մեջ երկու օր առաջ արգելեցին Սուրբ Գիրք մտցնել երկրի մեջ։ Սուրբ Գիրքը արգելվեցավ Նիկարագուայի մեջ, պաստորեն։ Տեսեք ինչպես արագ ընթանագոր ժամանակների օրերը եւ ժամանակները։ Ինչպես կփորձեն որ քրիստոնեությունը տապալել։ Ինչի համար, որովհետև Քրիստոս հաղթեց մահին, մահվան հաղթանակ եկավ Քրիստոսով, հարությունով եկավ հաղթանակը կյանքի և ոչ մեկ ուրիշ բանով, պաստորեն։ Okay, stop it. Շունը գաչե գորատեն։ Ամենայնտեպս, սիրելի հայրենակիցներ, այս բոլորը զուգադիպություն չէ, այս բոլորը նախապատրաստում է քալիք օրերի համար, որը պիտի իշխե հակա Քրիստոսը։ Տեսեք սիրելիներ, մեկ անգամ բացատրեմ։ Այդ մարդու խփեցին, կյանքից մեջ չեմ ծանոթացած, ոչ էլ լսել է իրեն մասին, ես ծեր բոլորինսի մեղքասա իրեն, որովհետև Քրիստ մարդ է որպես մեղքասա։ Այդ մարդու խփել են վերջ, կտեսնակ որ ինչպես հրյաները, լավ լսեցեք, ես չեմ չափազանցել գոր, հրյաները, Բենանո Բորնիգը, որը Քրիստոսին գադ է և քրիստոնեական թեմ խոսել է երկար տարիներ, հիմա կփորձեք որ այդ խմբակի ղեկավարը դառնա։ Այս բոլորը շատ շուտ արագ ցևի կկատարվի գոր։ Ամեն իրար հետ, պաստորեն։
Հիմա բիցեք ինչ կապ ունի Հայաստանյաց եկեղեցի հարձակումը սրա հետ։ Մեծ կապ ունի։ Ուր որ Քրիստոսի խոսքը կա, գուզեն որ վերացնեն հայերից սկսած։ Եվ որ եկեղեցի թեմ արշավ կա, ասել է որ Քրիստոսի թեմ արշավ կա։ Եկեղեցի մեկը չի գնար մակրակորձություններ։ Իրենք ովքեր են որ պիտի մակրեն։ Քրիստոս մակրությունը ինքը էությամբ, հարուցյալ Քրիստոսը հաղթած է մահվան։ Մեկը չի գնար մակրել ադիգա։ Եվ հիմա մեջտեղ հանել են մաֆիոզ եպիսկոպոսներ, որ մակրեն եկեղեցին։ Մեկը բենտլի ունի, մեկը գեյ է, ամուսիններով են, մարդ և գին են պաստոր են, դղամարտիկ, հասկացակ, սրանք եկեղեցին պիտի մակրեն։ Եվ հիմա շատ պիտի լսեք թե ուրիշ բաներ, որոնք մանկաբարձությամբ սպասված են, այս մակրոնները։ Հիմա չեմ ուզեր որ անուններ դամ։ Մարդու իրավունքին չեմ ուզեր թմնամ, մարդու անհատականին չեմ ուզեր թմնամ, բայց այսպեսի բաներ կա մեջտեղը։ Այս մակրոնները ավելի կեղծ են, քան թե ով որ եղած է միջեմա, եթե գասունակոր։ Սա եկեղեցի անհատության, եկեղեցի էության թեմ բայկար է։ Եվ նայեցեք այդ մակրոններու սպորտնողները, եւ որ փամը գսես կայու են մորդ հորդ, էսի մակրությունը, դրանք քրիստոնյան կամ չեն, հասկացակ, դրանք քրիստոնյանությունից շատ հերու բորնիկներ են, պաստորեն։ Ուրեմն ասիմ Չարլի Քրքի պատմության, մեջտեղ ելլեգոր, պաստորեն, մի հատ ընտանիքի անուն մգա, քիչվերջի կտնեմ Facebook-ով, որը այս երեքի Քրքին քերին է, պաստորեն, որը հրյա մաֆիոզ է, ռեկետիրին գրեր է ժամանակին, Լուչիանո լսեր եք դրա հետ, պաստորեն, այս տեսակ մարդիկ ելեն են մեջտեղը, որոնք եղած են ռեկետիրինգի ասվածները և այսօր կփորձեն որ իբրև թե Turning Point USA առնեն սերքերնին։ Կհասկանաք որ սա բայկար է քրիստոնեայության թեմ և Քրիստոսի թեմ ուղղակի բայկար է և ոչ մեկ ուրիշ բան։ Ես քիչվերջի պոստինգներ բիդնեմ, բիդի պասադրեմ ինչ-որ կխոսիմ որ պոստինգներով, որ չա որ գրդան բիդի պասադրեմ։ Բայց ես անհատապես, Պետրոս Հաջյան, ես որպես քրիստոնյա, որպես առաքելական եկեղեցու զավակ, Քրիստոսի զավակ, սխալներ ունիմ, ճիշտ է, բայց ես կգենամ այսօր առաքելական եկեղեցու կողքին և ոչ մեկ իրավունք չունի փոխելու ոչ մեկ բան, որովհետև գուզեն որ միասեռականությունը մտցնեն եկեղեցու ներքո։ Այո, իրենք են միասեռականները և գուզեն որ եկեղեցու կանոնները փոխեն։ Այդ ինչ որ թարեր եկած չգրծած ոչ մեկը փոխել, որով հիմքը Քրիստոս է։ Եթե գասունակոր։ Հիմա էլ Ամերիկայի մեջ, կտեսնանք որ Ամերիկայի մեջ ճշմարիտ քրիստոնեությունը հարձակման տակ է, իվենջելիկլներու կողման է, զիոնիստների կողման է, այս բոլորը մեկ անգամից կկատարվի գոր, բայց երկար տարիներ նախապատրաստված հարձակումներ է, որոնք պատրաստած են ասիգա։ Սա քաղաքականության հետ կապ չունի, սա կապ ունի քրիստոնեայության հետ և Քրիստոսի զավակների հետ։ Հիմա Նիկարագուայի մեջ չես կրնար բայբլ ներս մտցնես, ինչպես որ ժամանակին էր սովետական միությունը, պիտի բռնեն վառեն բայբլները։ Միակ խոսքը ասո, ադի ուզեն որ հանել մեջտեղն։ Եվ ժամանակ պիտի կա քրիստոնյաներուն պիտի փանդարգեն։ Այս եպիսկոպոսներ որ փանդարգված է, դա ոչնչություն է։ Ժամանակ պիտի կա քեզ և ինձ պիտի փանդարգեն, եթե Քրիստոս կթավանես, բեռնիդ և հոգով։ Այո,
ինչպես էր ժամանակին, Պողոս Արաքյալի ժամանակ, եւ որ քրիստոնյանուն գմերցնեին, որովհետեւ չեն ուզեր աստվածներ բաշխեն քրիստոնյաները, չեն ուզեր կուրքերու բաշխեն եւ գուզե միան Քրիստոսի զավակները լան, ընտրյանները լան։ Ուրեմն սիրելի առնագիցներ, վերջերս շատ կնայեմ, որ այս Էրիկա Քրքի կոչեցյալի պատմությունները կեղծ գին մնե, որը թրած եկներեն քրիստոնեության դեղ, բայց Յահուդի է, շապատ շալոմ է պաստորեմ, հրյա է, որը քրիստոնեությունը կադեն։ Ես չեմ գիտեր ուրիշ բան, քրիստոնեությունը ադրությունը եկած է Թալմուդեն, ոչ թե իսլամեն, Թալմուդեն։ Քրիստոսի ադորներ եղած են պարեսեցիներ եւ սադուկեցիներ, որոնք Թալմուդիստ են, որոնք կբաշխեն Բաբելոնը, որոնք կբաշխեն Խավարը։ Եվ ես եւ տուն, եթե քրիստոնյա ենք, իրենց թշնամիներն ենք, որով Քրիստոս է իրենց թշնամին։ Կներեք։ Ուրեմն աչափ շուտ չէ, որ բիզնեմ խաղերնիդ մեջ։ Արաքելական եկեղեցի մաքրելու։ Դուք ով եղաք որ։ Ով եղավ որ Նիկոլը, որ օրվա քրիստոնյանը Նիկոլը։ Եկեղեցի ուզե մաքրել։ Թող էտա աբաշխարի ամենաառաջ։ Կամ քբիականները որ օրվա քրիստոնյաներն են, որոնք խաբեցին հայ ժողովրդին եւ տարին մահվան։ Ուրիշ բաներ մի խոսիկ, մոմ վարել, բարապարապաներ, տականքներու խոսքեր։ Թշտամին այսօր կանգնած է որպես լույս, որ գուզե որ քանթել քրիստոնեությունը։ Եվ եթե նստինք չդենք, պիտի հաճոյի։ Ժամանակավոր պիտի հաճոյի, թշպախտապար։ Իրականությունը այլ է։ Ուրեմն սիրելի առնագիցներ, արթուն եղեք, որով այսօր քրիստոնեությունը լայնացավալ հարձակման դակ է։ Սկսած հայաստանյաց եկեղեցին, վերջացած համաշխարհային քետնի վրա։ Քրիստոնեությունը բոլոր ցևով հարձակման դակ է։ Ուզենք կամ չուզենք, պիտի պաշտպանենք կամ հանձնվենք։ Ես պատրաստ եմ հանձնվելու միմիան Քրիստոսին։ Եվ Քրիստոսն է իմ աբավենս, Քրիստոս է իմ առաջնորդս, ոչ ծեր ծևական, հակակրական դավաճանությունը չի քալելու իմ կողս։ Եվ ես կգանգնեմ որ վեհապարի կողքին 100%-ով։ Եվ վերջ, ով որ չի սիրել, թող երթա ուրիշ տեղ։ Ես չեմ դարձալ թշնամի իմ եկեղեցուս, որ պաշտպանած է ասկս։ Չեմ դառնալ թշնամի Քրիստոսին։ Սա ճակատագրական բայկար է, եւ բայկարը պիտի շարունակվի։ Թշպախտապար շատերս կխապնվենք եւ գինանք որ։ Թշպախտապար թավաջանները մեր մեջ շատ են, նշտեի ասելով, շատ են, որոնք ավելի ավերում գնեն։ Թավաջանների քլուխը այսօր, գլխավոր քլուխը այսօր դարձած է վարչապետ, չեք հասկնար որ։ Հայաստանի վարչապետ կոչեցյալը թավաջանների գլխավորն է համաշխարհային քետնի վրա, հայասկի թավաջանն է եւ ոչ մեկ ուրիշ բան։ Տականքների աստվածն է։ Տեսեք պատերազմին ինչ եղավ։ Զոհաբերեց 5000 երիտասարդներ։ Գինի իբր թե ֆեդայի եղեր է, այդ գինը, հա, իր գինը, բաներով, հիլերով, հա, սև հիլերով, շարմուտա։ Եղեր, ֆեդայի եղեր է, իբր թե ասկը պաշտպանի, պորնիգի ծակ, դու ինչ ասկ պաշտպանի ես։ Դու ասկի թշնամին ես։ Տականքներ եւ ոչ մեկ ուրիշ բան։ Աստծո թշնամիներ, հայասկի թշնամիներն են եւ ոչ մեկ ուրիշ բան։ Միջև հաջորդը սիրելի առնագիցներ, պատերազմ մղված է քրիստոնեության թեմ եւ այդ պատերազմը ամեն տեղ է։ Ամերիկայի մեջ 3 քրքի, Չարլի քրքի թեմ, որ խփեցին, 3 գինն է ամենից թավաջանը, հասկանաք որ սարքեցին մարդուն գլխին, որ դանին թեպի զիոնիզմի հրյական սկզբունքի եւ ընդունին մարդիկ հրյաներուն։ Հրյաները ոդիս տագի փոշիներն են։
Քրիստոս ոտնագող խրավ այդ հрьяաներին, որոնք Քրիստոսի թշնամիներն էին։ Իր հարությունովը մենք չենք կրնար թավաջանել քրիստոնեությանը եւ Քրիստոսին։ Չենք կրնար աստվածապանությանը թավաջանները լալ։ Պաստորեն։ Եվ վերջերս մեջտեղ ելը որ այդ ադրբեջանական յուղի կորձարգը կմտնագոր Հայաստան, որու գլխավորն է մի հատ կրզո մգա, կրզո է, գրիս է, չգիտեմ ինչ է, կրզո, պորնիկ, որը ծախեցին Հայաստանը Նիկոլի միջոցով եւ այս պորնիկ կրծոյի միջոց, ինչի անունը կրզո ինչ է, թող ես որ արա անդամ, տականք, Հայաստանի թշնամի թուրք եւ ոչ մեկ ուրիշ բան։ Ոչնչություն եք դուք պիտի վերանաք շուտով, հավատացեք, շատ շուտով պիտի վերանաք։ Ձեր խաղը ձեր թեմ պիտի թշնամիները մեր մեջ են, դուրսը չեն, մեր մեջ են, հայախոսներ են։ Ինչպես որ Ամերիկայի մեջ թշնամին մեգա մուվմենտի մեջ մտած է, մեկ Ամերիկա great again-ի մեջ մտած է եւ կգրավե գոր շիպրիներով, բորնիկներով հասկացաք հոսալ մեծ խնդիրներ բիլ լաթեր սպասեցեք եթե այսպես էր ստաթեր մի տեստակ ինչ կսեմ որ he is a rat he is a father of rats բորնիկի ցակ է լևոնական թուրք է պաստորեն թուրքի լամոք է Բորնիկ Հիմա աշխապը սիրեներ ավելի չեմ ուզեր որ զայրանամ տարածեցեք եթե գլա որով սա նախապատրաստություն է հակաքրիստոնեության լայնում է ամեն տեղ կատարվի որ ամերիկայեն է սկսած Հայաստանեն վերջացած անունը դրած են եկեղեցին ուզեն որ ազատագրել, եկեղեցին ուզեն որ կանտել, ազատագրելու խոսք չի գացել, կանտել։ Ես գիտեմ որ շատերը համաձայն չեք ասած, բայց ճշմարտություն է, օրը պետք է տեսնակ։ Ես չեմ խափնվելու, ինչպես որ խափեցիք Սերժի Թեմելակ եւ խափեցիք ժողովրդին եւ տեսանք ինչ եղավ ծեր վերջը։ Նիկոլիզմը սեյտանիզմ է, հասկացաք, Նիկոլը սատանայի աստվածներն է, որը պետք է սատկի ոտքի տակ տրվի։ Աստված ծեր բոլորն է, միջև հաջորդը։